Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ ուրոլոգ բժշկական գիտությունների թեկնածու Maple Leafs հայ-կանադական բժշկական կլինիկայի հիմնադիր ղեկավար, Կանադա Եվրասիական առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել նաև Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Ավագյան, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, շնորհակալություն ձեր հրավերքի համար։ Պարոն Ավագյան, ես ձեզ ներկայացրեցի որպես բժիշկ, որպես կլինիկայի հիմնադիր եւ վերջում էլ որպես առևտրատնտեսական պալատի նախագահ։ Տարբեր ոլորտներ եւ հիմա հասկանանք, թե որ ոլորտն է ամենակարևորը ձեզ համար եւ ինչպես է կարողանում այս երեք տարբեր ոլորտները համատեղել մեկը մյուսի հետ։ Ճիշտ ասած, գիտեք, առաջնահերթ իմ համար ամենակարևոր իմ ուղղությունը դա բժշկությունն է։ Ես բժիշկ եմ եւ ի սկզբանե սկսել եմ իմ ամբողջ կարիերան անից, որ հնարավորին չափով ձեռք բերել գիտելիք, փորձ, ուսում ստանալով տարբեր երկրներում, աշխատելով տարբեր երկրներում եւ վերջո գալ հասնել մի իրավիճակի, երբ որ դու ինչ որ մի բավարարություն ես արդեն ստանում, նրանից որ դու կարողանում ես մարդկանց օգնել, բուժել եւ նորություններ անընդհատ ձեռք բերել դրսից, ստեղծել են կապերը, այն հնարավոր բոլոր ռեսուրսները եւ գիտելիքները, որոնք կարող են ծառայել մեր ժողովրդին բուժառուի համար եւ դա իմ համար ամենաառաջնահերթն է։ Իսկ իհարկե բնական է, քանի որ ես իմ կրթությունս սկսել եմ ստեղից, պաշտպանվել եմ ստեղ, բայց հասկանալով, որ ավելին է անհրաժեշտ եւ չի սահմանափակվում գիտելիքը որևէ մի երկրով, ապա դա բերեց նրան, որ ես սկսեցի արդեն ձգտել, փորձել տեսնել, որտեղ ուրիշ տեղ կարելի է ստանալ այն բացակայող իմ համար հնարավոր փորձը եւ գիտելիքը եւ ես արդեն պաշտպանվեցի Նիդերլանդներում, որը որ կարևոր էր որ հասկանալ կառավարում առողջապահության մեջ, գիտության մեջ ինչպես է դա պետք անել, ու սկսեցինք նաև իմ գիտական աշխատանքներս նահանգներում, Լայոլա համալսարանում, այս ընթացքում նաև ես իմ մասնագիտացման մի մասը անցկացրեցի Ավստրիայում եւ բնական է մնացած ուրիշ նաև երկրներում։ Դա թույլ տվեց ինձ ստեղծել միջազգային կապեր, ստեղծել այն բացել այն դռները, տեսնել տարբեր երկրներում ինչպես են մարդիկ աշխատում, ինչպես են բուժում, ինչպես են նաև կառավարում։ Բնական է այս ընթացքում ես ստացա հրավերք մոտ 4 տարի ես աշխատեցի եւ Անգլիայում, Շեֆիլդի համալսարանում եւ Royal Hampshire Hospital-ում, այնտեղ նույնպես մեծ փորձ ձեռք բերվեց եւ նաեւ այնպես էր որ ես միշտ կողմնակից էի թե ստեղից այն իմ ամենաերիտասարդ տարիներից ինչ որ մի հասարակական օգուտ տալու նպատակով նույնպես սկզբի ստեղծվեց Հայաստանում հնարավորություն, երբ որ ես փորձեցի մեր ուրեմն հաշվանդամ երեխաների հետ աշխատել, հետո այդ նույն այսպես առիթը առաջացավ, երբ որ ես որևէ տեղ որտեղ եղել եմ, միշտ փորձել եմ հայ լինելը եւ Հայաստանի դրոշակը բարձր պահել եւ դա բերեց նրան, որ դա ինչ որ ձևով ճանաչությանը կարևորություն է տալիս, շատ ես դրան տալիս եմ եւ մեր մոտ Անգլիայում երբ որ մենք այնտեղ էինք, մենք այսպես ներկայացնում էինք Հայաստանը եւ մի առիթից առաջացավ մի հնարավորություն ստեղծել այնտեղ հասարակական նույնպես էլի կազմակերպություն երեխաների հիվանդանոցներին օգնության առիթով եւ այնտեղ էլ նույնպես դա ստեղծեց երկրորդ այսպես ասած զարգացումը դրա։ Ընթացքում անընդհատ ուսումնի տարբեր հրավերներ, ես անընդհատ Հայաստան շատ եմ սիրում, անընդհատ վերադառնալով ստեղ, նորից մեկնելով Հայաստանից դուրս, նորից էլի աշխատելու, սովորելու, ոնց որ ձգտում էի լինել Հայաստանում, բայց անընդհատ նմանատիպ առաջանում էին հնարավորություն դրսում աշխատելու։ Ի վերջո Կանադան դարավ են վերջին հանգրվանը
որտեղից անընդհատ հրավեր գոյություն ուներ աշխատելու, ինչ որ ծրագրերի մասնակցելու, ես ի վերջո Անգլիայից հետո վերադարձա այստեղ, երբ որ իմ երեխաներս եզուկ երեխաներ ունեմ, իրանք ծնվեցին Անգլիայում, հետո ես վերադարձա այստեղ եւս փորձեցի ստեղծել մի փոքր յուրահատուկ ծառայություն անմիզապահությունների կենտրոն, վարձակալով մի տեղ, հա, եւ տեսա որ չէ, եւս առաջանում են ոնց որ էլի դեռ ժամանակը չի իմ ստեղ լինելու եւ ես որոշեցի ընդունել առաջարկությունը եւ մեկնել Կանադա։ Կանադայում նորից անցանք ճանապարհ, նորից University of Toronto, նորից սովորել, քննություններ, այդպես էլի ճանապարհ, որը որ անհրաժեշտ է անցնել, որտեղ դու նոր երկիր ես գնում, ընդեղի նոր օրենքներով, ընդեղի պահանջներով, ինձ նույնպես անցավ ընդեղի ուսումը իրավաբանական իր գծով երեխաները սկսեցին այցելել բնական դպրոց մանկապարտեզ այս ընթացքում ես այդտեղ հասկացա որ դու անընդհատ գտնվելով դրսում պետքա փորձես նաև դրսի մարդկանց օգնել որոնք իրանք կարողանան ինչքան հնարավոր է շատ այցելեն Հայաստան եւ Հայաստանում ինչ որ տեսնեն որ ունեն հնարավորություն որտեւ միշտ լինելով դրսում լինելով զգալով որ դու միշտ այսպես ոչ այսպես իրանց տեղացին ես միշտ պետքա պայքարես ցույց տաս որ դու ոչ պակասնես այլ մի բան էլ իրանցից ավելին դա ստեղծում էր այն որ ես անընդհատ ինչ որ ձևով փորձում եի ստեղծագործել եւ մարդկանց ուղղություն տալ եւ դա բերեց նույնպես որ ստեղծվեցին լուրջ կապեր Կանադայի միջավայրի համայնքի ընդեղի կառավարության հետ ես նույնպես աշխատելով ընդեղ առողջապահության հետ կապված աշխատում ենք տարբեր ծրագրեր առողջապահության վերա այսպես զինման նորությունների տարբեր ուրիշ երկրներում չեմ թաքցնի որ այնտեղ նախին դեսպանը Հայաստանի Կանադայում պարոն Արմենը Եգանյան այսպես առիթ ունեցանք ծանոթացանք եւ ինքը շատ ողջավորված թե եւս մեկ անգամ փորձի Հայաստանում մի բան անել հա ընդուք սենց ողջավորեց որ չէ մենք ամեն ինչով կնպաստենք ես դες որոշ թերահավատությամբ բայց էլի ներսում զգալով որ չէ ես էլի ինչ որ մի բան պետքա ստեղծեմ մենք իսկ ի՞նչն է խանգարում ձեզ ստեղծելու համար որ այդքան ուզում եք սովորել եւ չէր գալիս պահը որ Հայաստանում ձեր արդեն գործ ունենաք ի՞նչն է պատճառը հայաստանյան իրականությունը խոչընդոտները միջավայրը որն է պատճառը Գիտեք դա մի հատ բան չի դա ոնց որ այն ինչ որ դուք թվարկեցիք տարբեր կոմպոնենտներ իրար հետ որ միանում է եւ նաեւ անընդհատ քանի որ դրսի զարգացումը առաջ ընկած է sense tenets գնում դու անընդհատ ուզում ես հետ չընկնես այդ ամեն ինչից եւ այդ գտնվես այն ամենա բուն ակտիվ իրավիճակի մեջ դա ստեղծում է քեզ մեջ հակասություն այսպես պայքարի մեջ չես կարողանում ստեղ երկար մնաց քանի որ այնտեղ պետքա հետ ընկնես այնտեղ ես գնում ստեղի կարոտն առաջացնում ի վերջո ես որ մենք քանի որ տենց իրականացրեցինք տարբեր ծրագրեր տարբեր երկրներում ստեղծելով բժշկական հիմնարկներ ես եւս մեկ անգամ ռիսկի այսպես ասած գնացի եւ 2012 թվականին մենք հիմնադրեցինք ստեղ Հայաստանում Maple-Leafs հայ-կանադական բժշկական կլինիկան, որը մինչ այսօր գոյություն ունի, զարգանում է եւ այն օրերին երբ որ ես առաջ անգամ այսպես ստացեց վերադարձ դեպի տուն, հա, այդպիսի գոյություն ուներ գաղափար, ես փորձեցի իմ մեջ հասկանալ, որ նաեւ երեխաներին ստեղ որոշ պետքա մեծացնել, որ իրենք նաև այն հայկական ամբողջական մեր հոգին, մեր կուլտուրան, մեր մոտեցումները վերցնեն, որովհետև միայն դրսում մեծանալով հայ ասելով դժվար է։ Ճիշտ է, այնտեղ ամեն ինչ արվում է, որ այդ հայությունը պահպանվի, շատ ակտիվորեն, եւ բայց ներսում գտնվելով այդ ներսի միջավայրը դա մի ուրիշ մի երևույթ է, մի ուրիշ, այսպես ասած, հնարավորություն է, որ ճիշտ ձևով քո երեխաներին այստեղ կարողանաս մեծացնես։ Maple-Leafs հայ-կանադական բժշկական կլինիկան սկզբից հիմնվեց ելնելով կանադական պրոտոկոլների վրա, բերվեց
եւ դեռ Հայաստանում չկար էլեկտրոնային առողջապահություն, մեզ մոտ մինչ այսօր այն պահից, որ եկա բերվեց այդ էլեկտրոնային բոլոր համակարգը, ներդրվեց, առաջիններն էինք եւ փորձեցինք սենց տրանսֆեր անել այն ընտանեկան բժշկության ճիշտ հիմունքները, որոնք պետքա ճիշտ աշխատեին եւ կամաց-կամաց այդ ընտանեկան բժշկության աշխատանքը սկսեցի ես ադատացնել այն իմ ամբողջ գիտելիքներից, թե ինչպես է դա աշխատում Եվրոպայում, ինչպես է աշխատում Նահանգներում, Կանադայում եւ ադատացեցինք դա Հայաստանի համար, որտեղ ձեռք բերելով ընդեղի դիպլոմները գիտելիքը, դա այդքան է հեշտ չի, sense ուղիղ վերցնել ու բերել ստեղ կիրառել։ Սա պետքա փորձես։ Քանի րոպեում դուք դա ներկայացնում եք, բայց դա եղել է տարիներ, իհարկե տարիներ։ Եվ բավականին միանշանակ դու պետքա պատրաստ լինես, այսպես ասած, ստեղի միջավայրի, ստեղի տարբեր շրջաններում հասնել տարբեր խոչընդոտներ, հա, չհաստատվել, անցնել այդ ամեն ինչով, սակայն այն որ ասում միշտ այդ challenge-ը, միշտ այդ խնդիրը դիմացը գալիս է։ Եվ մենք սկսեցինք փոքր կոլեկտիվով կամաց-կամաց մեծանալով հիմա մեր կլինիկայում բոլոր նեղ համարյա մասնագիտությունները գոյություն ունեն, հա, ուրոլոգիա, գինեկոլոգիա, հա, ներզատաբանություն, այսինքն էնդոկրինոլոգիա, վիրաբուժություն, նյարդաբանություն, մանկաբուժություն, այսինքն ես բոլորը չթվարկեմ, ռևմատոլոգիա, մենք առաջիններն էինք, երբ որ մենք հիմնեցինք նաև մասնավոր հոգեբուժության ծառայությունը Հայաստանում եւ ունենք եւ ուրեմն ամբուլատոր եւ ստացիոնար։ Մենք նաեւ թմրաբանության բաժին ունենք, որը որ զարգացնում ենք եւ գտնում ենք այսօր շատ կարեւոր այսպիսի արդիական իրավիճակ, որովհետեւ մեր մոտ ներկապային այսպես ասած զարգանում է ցավոք սրտի այդ թմրաբանության, թմրամոլության, ալկոհոլիզմի, այսպես որը որ նախկին տարիներում կարող է այդպես չէր արտահայտվում, բայց հիմա դրա կարևորությունն ենք տալիս։ Պարզապես ես ինչ եմ ուզում ասեմ, որ մենք ինտեգրեցինք այդ տարբեր բոլոր մոտեցումները, մենք նաև այս ներկապային դասավանդում ենք, մենք մեր պետական բժշկական համալսարանի ամբիոնել ենք հոգեբուժության եւ ինտեգրված հոգեբուժություն ենք դասավանդում, բայց ուղղությունը այնպեսին էր, որ փորձենք ինչքան հնարավոր է ոչ ինվազիվ, բայց էֆեկտիվ ձևով տանք բժշկություն։ Ոչ թե մի ինչ-որ մի ուղղություն, այլ նույն հոգեբուժը հասկանա, ասենք թե որ իր մոտ գոյություն ունի այդ նույն բուժարուի մոտ թե վահանաձև եղեցի խնդիր, թե աղիք-սամուքսային, այսինքն նույն դեղամիջոցները ինչպես ճիշտ պետք է աշխատեն, որ ավելի էֆեկտիվ լինի։ Նույն ուրոլոգիան էր, որը որ ես իմ կրթությունը ստանալով այն հատուկ նեղ մասնագիտացված ուղղություններում նեյրոուրոլոգիա, այսինքն կապված սաղ միզուղիների աշխատանքների խանգարումների հետ կապված, միզուղիների ինֆեկցիաների հետ եւ նահանգներից, Եվրոպայից, Կանադայից այդպես հավաքագրալերով այս տարբեր ներբությունները անալիզաներով, թե ինչպես կիրառենք եւ ունենալով մեր մոտ ուրոդինամիկ հետայությունները, հա, այդ սա բոլոր ուրեմն միջոցները նեյրոմոդուլյացիա, բիոֆիդբեկը, հա, կոնքի խոռոչի, ասենք թե մկաների հետ աշխատանքը եւ դա թիմային աշխատանքի հետ միասին մեր գինեկոլոգների, էնդոկրինոլոգների, այսինքն դա ամբողջովին իրար հետ համադրելով գալիս ենք արդյունքի։ Հետո հասկացանք, որ մեզ միանշանակ անհրաժեշտ է ռեաբիլիտացիա, այսինքն վերականգնողական թերապիան, որը որ մի մասն է այն ինչ որ ես եմ որպես ուրոլոգ նեղ անում, թեկուզ նույն միզապարկի հետ կապված, հա, նույն կապ չունի երեխաների մեծերի անմիզապահության հետ կամ դժվար միզելու հետ կապված, մեզ մոտ առաջացավ անհրաժեշտություն զարգացնել ամբողջ ֆիզիոթերապիան, մեզ մոտ այդ ամբողջ ֆիզիոթերապևտիկ հնարավորությունները կան, կինեզոթերապիան, հա, եւ դա ներկապային մեզ մոտ էլի շատ փորձառու բժիշկներ են ղեկավարում եւ անում ենք սկսած շոկ-վեյվ թերապիաներից, մագնիսոթերապիայից, հա, կինեզոթերապիայից, հատուկ մարզանքներից, բավականին լուրջ, որտեղ մեր մասնագետները ստացել են կրթությունը Իտալիա, Ամերիկա, Ավստրիա, այսինքն շատ տեղեր եւ հյուրընկալում ենք նույնպես դրսից եւ միշտ ստանում ենք այն նորությունները եւ սկսած հոդային խնդիրներով, ողնաշարի խնդիրներով, հա, այսինքն մեծ նույն բոլոր հնարավորին տարբերակները, այսինքն եւ ախտորոշման կա կլինիկայում, այսինքն մենք կարողանում ենք ճիշտ հասկանանք որտեղ է սկզբնապատճառը եւ ասենք դրանից հետո ասենք իրարել
ճիշտ մեթոդը եւ դա էլի թիմային աշխատանք է, որ ճիշտ կոմբինացնել տարբեր այդ մեթոդները իրար հետ։ Ես միշտ օգտվում եմ, ասենք թե այդ նույն ծառայություններից, այսինքն ես ոչ թե միայն ես միայնակ ինչ-որ մի բան արեցի, այլ ասենք եթե կարիքը կա, միշտ անպայման պետք է տեսնեմ, թե գինեկոլոգը ինչ կարծիք ունի կանանց անմիզապահության հետ կապված կառուցվածքի իրանց խնդիրների, այնտեղ կա որևէ խնդիր իրանց մոտ բորբոքային թե չէ, կամ դրա հետ միասին կոնքի խոռոչի մկանների հետ կապված ինչ մարզանքներ կամ ինչ ֆիզիոթերապևտիկ միջոցներ կարա օգտագործի մեր ռեաբիլիտոլոգը, հա, որը որ սերտիֆիկացված մասնագետներ են եւ դրսի փորձով։ Հենց վերջերս դեպք եղավ, մեզ առաջարկել էին ուրեմն մեզ օգնել, այսպես նորից դաս տալ, ուրեմն Հոլանդիայից, Նիդերլանդերից մասնագետներ էին միացել on-line եւ այնպես ստացվեց, որ մեր մասնագետները երբ ներկայացրեցին, թե իրանք ինչ գիտեն, դրսի մասնագետը ասեց, չէ, դուք երևի թե ներկայային հակառակը կարող է պատահի ստացվի, մենք մանգանք ուրիշ էքսպերտ, որը կկարողանա այդ գա ձեզ այդ կինեզո կամ ֆիզիոթերապիաների վերաբերյալ ձեզ այդ եւս մի ավելին բան, որտեղ միշտ կա տեղ սովորելու, այսինքն մենք սպասում էինք մեր ուզածը որ լսեինք, բայց ներկայային այդպես ստացվեց, իհարկե ես շնորհակալ եմ, որ այտենց առիթ հնարավորություն եղավ այդ on-line հանդիպման, բայց մենք էլի սպասում ենք, որ իրանք կգտնեն մի մասնագետի, որը էլի ավելին պետքա մեզ որևէ բան սովորացնի, որը որ ինչ որ մի յուրահատուկ դպրոցի մի մոտեցում կլինի։ Այսինքն այս ամբողջական է սա։ Մեզ մոտ կա հատուկ հետաքրքիր ծառայություն, օրինակ մեզ մոտ վիրաբուժության հետ կապված ամբուլատոր վիրաբուժության հատուկ մասնագետ կա, որը որ քրոնիկ վերքերի հետ է զբաղվում, որը որ յուրահատուկ եւ սպეციფიկ պետքա գիտելիք ունենալ, որը կապվում է շաքարային դիաբետի ասենք ոտնաթաթի հետ, հա նեյրոպաթիաների հետ, անոթային փոփոխությունների հետ, այսինքն դա էլ յուրահատկություն է։ Մեզ մոտ ամեն մեկը ինչ որ կոմբինացվում է իր մեջ մի քանի ոնց որ մասնագիտություն։ Մեր ինչով է լավ ընտանեկան բժիշկը, որ եթե ինքը չի մնում որպես ուղղորդող բժիշկ, այլ ինքը իրականում աշխատում է իր բոլոր նեղ մասնագիտությունները զարգացնել, ինքը գնահատող բժիշկ չի, ինքը դառնում է շատ լուրջ բուժող բժիշկ, բայց եթե կարիքը կա, կողքին կան հզոր ասենք թե նեղ մասնագետներ եւ իրան օգնության են հասնում թե նույն ներզատաբանը, թե նյարդաբանը, թե այսինքն դա թիմային ձևով դառնում է ավելի ճիշտ։ Հետո մոտեցումն է, հետո ինչպես աշխատել, որ չառաջանան որևէ այսպես մեծ հերթային, այսպես ասած տարբերակներ։ Շատ հարցեր կա այդ կլինիկա աշխատացնել, այսպես ասած, շատ բավականին ծանր աշխատանք է։ Եկեք կլինիկայի եւ որպես բժիշկ մեր հարցադրումների ես ունեմ, մենք հարցերս ձեզ տան պատասխաններս տանան, որից հետո նոր կանցնենք կլինիկայի մասին խոսենք եւ կավարտենք բժշկությունը կլինիկա եւ կանցնենք արդեն Կանադայի Եվրասիական առևտրատնտեսական պալատի գործունեությանը։ Մասնագիտությամբ դուք ուրոլոգ եք բժիշկ եւ լինելով արտերկրում, լինելով Հայաստանում ամենատարածված միզուղիների հիվանդությունները, որոնք եք առանձնացրել եւ արդյոք նկատում եք, որ հանրությունը, բնակչությունը շատ հեշտ է դիմում այդ խնդիրներով ձեզ, թե կա որոշակի ինչ որտեղ ամաչելու, խնդիրը կոծկելու, այս ամենը ավելի է բարդացնում եւ բժշկի աշխատանքը եւ բուժառուի վիճակը ավելի է բարդանում։ Որտեղ այստեղ հիմնական այն կարմիր գծերը, որ հանրությունը փորձում է ինքնուրույն հաղթահարել։ Տեսեք, ցանկացած տեղ հասարակության զարգացության մակարդակից է դա գալիս։ Իրականում, ես ոչ մեկին չեմ թիրախավորում, ինչքան ենք մենք զարգացած կամ դրսում են զարգացած, դա գալիս է նաև մեր մենտալիտետից։ Քանի որ մենք չառանձնացնենք կանանց, տղամարդկանց, հա, բնական է երեխաները մի ուրիշ յուրահատուկ խումբ են, մենք բոլորս չենք գիտակցում են փաստը, որ բժիշկը նա համար չի, որ միայն պետքա գնալ, երբ որ դու հիվանդ ես, այլ պետքա փորձել դիմել բժշկի կախված տարիքից, կախված թեկուզ որևէ ինչ որ մի խնդիրից, ժամանակին, այլ ոչ թե փորձել խուսափել բժշկից։ Ես հասկանում եմ տնտեսական հարցերն, ես հասկանում եմ այսպես ամաչելու, չգիտեմ, ֆակտորն է, որը աշխատում է, բայց տեսեք, նույն թե տղամարդը, որը որ ընթացքում տարիքի սկսում է վատ միզել, ինքը անընդհատ ինչ որ հա ոչինչ մեծան, մենք կարիքը չկա, այս կա, այն չկա, ու վերջում գալիս ենք հասնում ենք ինչ որ մի իրավիճակի, երբ որ արդեն նույն շագանակագեղձը այնպիսի իրավիճակի հասել, որ չէ, առաջարկում են վիրահատություն։ Չհաշված, որ շատ տարբեր հիմա ներկապային
օգտվելով այս ներկա իրավիճակից ավելորդ վիրահատություններ նույնպես արվում է։ Նույնը կանայք մեզ մոտ իրանց համար ուրոլոգ հասկացությունը շատ հաճախ խառնվում է գինեկոլոգի հետ եւ գինեկոլոգներին դիմելով նույն անմիզապահությունների, հաճախամերությունների եւ ամեն ինչը մի հատ վերագրում են ինչ որ մի խնդիրով, դա կոչվում են ցիստիտ։ Եթե ասենք դա ցիստիտ չի, ժողովրդի մեջ դա շատ տարածված է, երբ որ գոյություն ունի զուտ միզորների խանգարումներ եւ դա կարողանալ լինի առաջնային, երկրորդային։ Իսկ այսպես եթե մենք նայում ենք, ես քանի որ ընթացքում հասկացա, որ եթե դու ուզում ես կոնսերվատիվ ուրոլոգիա վարույշած զբաղվես, ոչ միայն վիրահատական, ապա այդ դեպքում պետքա լիարժեք ֆունկցիան հասկանաս, լիարժեք հասկանաս այդ մեխանիզմները եւ եթե մեզ մոտ մարդիկ փորձում են խուսափել բժշկից գնալ դեղատուն, ինչ որ մի դեղամիջոց վերցնել եւ դրանից բարդացնել իրավիճակը, հա ինչ որ մի մարդու կարող է պատահի ինչ որ բան օգնի եւ զուտ օգտագործելով մի հզոր անտիբիոտիկ, կարծում են դրանով հարցի լուծումը կստանան։ Դա այդպես չի։ Ճիշտ է գնալ եւ հասկանալ իրականում խնդիրը, որ հետո դա նորից չկրկնվի, նորից չբարթանա եւ հետո առաջացնի արդեն մի խնդիր։ Տեսեք, ամեն մի էտապում նույն կինը հասնում է տարբեր շրջաններ։ Իր հասունացման շրջանն է, դրանից հետո հղիությունն է, դրանից հետո արդեն առաջանում է հետծնդաբերական իրավիճակ, հետո արդեն առաջանում է կլիմակտերիկ շրջան եւ այլն։ Ամեն մի շրջանում այս կինը հասնում է մի process, որի ժամանակ առաջանում են խնդիրներ։ Անտեսելով այսօր ցաված, մռմռած, չգիտեմ, երկու կաթիլ կաթած, հազացի փրշտացի մեզը փախավ, ոչինչ տունն եմ կհասցնեմ, հա, որը ստեղծում է նույն կանանց մոտ այդ սոցիալական խնդիրը, դա ամեն ինչը բարդացնում է։ Հետո սկսում են ստանդարտ, այսպես ասած, մոտեցումներ ամենտեղ նույն բանը կրկնելով, եւ վերջում առաջանում են բավականին բարդացած դեպքեր, երբ որ անհրաժեշտություն կա ճիշտ հասկանալ ի սկզբանե խնդիրը որտեղից է գալիս։ Նա բնականը շատ բարդացած դեպքեր է լինում, երբ որ դա ուզուգործված է շաքարային դիաբետով, նյարդային, ասենք թե խնդիրի համակարգներով, մկանային, ռևմատոլոգիական խնդիրներով, էնդոկրին, այսինքն դրանք այնպես իզոլացված խնդիրներ չեն։ Եվ եթե դու այդ ամեն ինչը կարողանում ես ճիշտ հասկանաս, կարողանում ես այս նորմալ մեր բուժառուներին մարդկանց ճիշտ օգնել։ Մենք ընդհանուր այս ընթացքում արդեն տարիներ է մեր գործընկեր Ամկոր ընկերության հետ անցկացնում ենք կրթական ծրագրեր, այցելում ենք գյուղերը եւ անցկացնում ենք այսպես հասարակության կրթություն, հա, այտենց public education, այսինքն մենք անընդհատ բժիշկներին ենք կրթում, որ իրանք հետ չընկնեն, բայց մենք մոռանում ենք, որ ինչքան ժողովուրդն է հետ մնում իր գիտելիքով եւ առավելևս գյուղական մեր հատվածում մարդիկ զուտ մնում են անտեսված նա պատճառով, ոչ թե նա, որ իրենք չեն հասկանում, որ եթե առավոտյան մեկ օր Աստվածչանի միզետ մի կաթիլ արյուն տեսավ եւ ոչ մի ցավ չեղավ, ինքը շատ հաճախ ասում է դե լավ է, բախտս բերեց, երևի քարեր անցավ գնաց։ Այսինքն ցավ չլինելը արդեն ինքը խնդիր է։ Հա, իհարկե տեսեք, եթե դուք նման բան լինում է, ցավը միշտ բերում է, որ դուք դիմում եք բժշկի, չէ՞, մռմռոցա, ցավա եւ այլ։ Բայց եթե դա ցավի է չի զուգորդվում, բոլորը ես նույն հարցը միշտ տալիս եմ այդ հանդիպումից հետո, ասեմ, որ մեկը դա գնալու բժշկի, եթե եղավ ու անցավ 2 օրից հետո կամ մի քանի միզելուց հետո, բոլորը համաձայնում են, որ չէ, մենք բժշկի չեն գնալու։ Իսկ եթե դա ընդհանրապես նշան էր, որ փոքր միզապարկում կարող է պատահել լինել մի պոլիպ, որը կվերածվի ուռուցքի։ Իսկ եթե առավելևս դա խոսքը գնում է երիկամային ուռուցքի մասին, մենք եթե դա բաց թողեցինք, ապա դա կյանքի խնդիր է արդեն առաջանում։ Այսինքն մարդը այսօր պետքա հասկանա, որ ինքն էլ պետքա իր մասին մտածի եւ մի քիչ կրթվի։ Հա, հիմա մեր մոտ առաջ սերունդը զարգանում է բնականա, մեզ մոտ AI-ը տալիս է հնարավորություն կրթվելու նույնպես, հա, դա արդեն մեծ ինֆորմացիայի բազա։ Դա էլ է պետք է օգտագործել, դա էլ է պետքա ճիշտ հասկանալ, որ դեռ երբեմն այդ ամենը օգտագործում են իրենց ախտորոշումը բացահայտելու համար, տանը նստած որոշում են ինչի վանդությունը իր դեղորայք կարելի է օգտագործել։ Տարի առ տարի փոփոխվում են, չէ՞, մեր մոտ այցելուները, բուժառուները։ Եթե մենք խոսում ենք այդ մի հատվածի մեջ, մենք հիմա արդեն ունենք եւ հակառակ process-ը։ Գալիս են արդեն բավականին լուրջ պատրաստված ձևով, գալիս են արդեն անալիզ արած, AI-ի հետ շփված, հա, որը որ տալիս է ինչ-որ տարբերակներ, վատ չի,
բայց դա նույնպես դա բազային գիտելիք չի, դա AI-ը չի կարող արդեն բուժի, դեռևս հələ չենք հասունացել։ AI-ը օգնական լավ գործիք է, որից բժիշկներն են կարող օգտվել, որը նույնպես տալիս է հնարավորություն հեշտությամբ ինֆորմացիա ստանալ, այսինքն դա մեծ ինֆորմացիոն բազա է եւ ինչ-որ չափով արդեն անալիտիկա է, որը որ տալիս է ինչ-որ տարբերակներ, բայց մարդը, որը որ մասնագետ չի, ինքը կարա ստանա մեկը գալիս է պանիկայի մեջ, որ այ ես կարդացի դա հնարավոր է արդեն ուռուց կայի մոտ, ասես մի հատ վախեցած իրավիճակի մեջ, ասում ես չէ, գիտես, այն ինչ որ տվել է քեզ տարբերակը, պետք չի դրանով ուղղորդվել։ Մեկ ուրիշը հակառակը, սկսում է արդեն ինքնաբուժումով զբաղվել, արդեն ելնելով ինքը իրան ասում է ես ամեն ինչ անալիզները տվեցի, պատասխանը ասեց, կարող է սա է, վերջը սկսվում է այսպիսի մի բան, արդեն բանավեճի մեջ են մտնում բժիշկի հետ, կա տարբեր արդեն հիմա այցելուներ կան, ում հետ որ ես հանդիպում եմ, գալիս են, փորձում ենք բոլորի հետ իրանց ձևով, ոճով աշխատանքը կառուցել, կարևորը իրանց արդյունքի բերելն է, դա գալիս է ինձ թվում առաջնահերթ մեր մոտեցումից, մեր այսպես ասած վստահությունից եւ այն մնացած այսպես ոնց ասեմ պետքա ժամանակին դիմել բժիշկի որ կարողանալ արդյունք ստանալ։ Բժիշկ երբեմն ժամանակին դիմում են, բայց այդ բժիշկը չի անում այն ճիշտ բուժումը, որը պետք է բուժառուի եւ ոչ թե մարդը չի գնում բժշկի եւ չի լավանում, այլ դիմել է բժշկի եւ արդյունք չի ստացել։ Այս դեպքում դուք ինչպես եք այդ բոլորը ասենք բժիշկներին այսպես ասած էթիկապես մենք ոչ մեկին չենք քննադատում։ Տարբեր բժիշկներ ունեն տարբեր գիտելիքի քանակություն եւ տարբեր փորձ։ Տարբեր բժիշկներ ունեն նեղ մասնագիտական այսպես ուղղվածություն, եւ փորձ այդ հատվածում։ Ես միշտ երբևիցե գոլեգաներից հետ երբ որ շփվում եմ, միշտ թե որևէ բան ես կասկածում եմ, միշտ ասում եմ մի գլուխ լավ է, երկու գլուխ ավելի լավ է։ Միշտ կա ավելի փորձառու մասնագետ, որը ասենք միզաքարային հիվանդություններից է աշխանում, մյուսը չգիտեմ շագանակագծի քասկերից է հասկանում։ Մենք բոլորս ստանում ենք ընդհանուր այդ գիտելիքը, բայց յուրահատուկ կան մոտեցումներ, որոնք մենք մեր ընդհանուր միջավայրում մենք գիտենք, որ այս մասնագետը այս հատվածում ունի յուրահատուկ ասենք մոտեցումներ, ինքը կարողանում է ավելի, այսպես ասած, ճիշտ հասկանալ, ճիշտ գնահատել եւ ասենք ճիշտ ուղղություն տալ, այլ ոչ թե ես ամեն ինչ գիտեմ, ես ամեն ինչ կարամ։ Դա ամենա այսպես ասած երևի թե սխալներից է, որը որ բերում է նրան, որ բուժառուն դառնում է զուտ բիզնեսի մի ուրեմն առարկա եւ բժիշկներ մեծ ինքնավստահությամբ կարծելով որ ես ամեն ինչ գիտեմ։ Ճիշտ է, շատերս միշտ աշխատում ենք մեզ վրա, որ ամեն ինչ հնարավոր ինչապով անընդհատ մի նոր բան սովորենք, բայց ես անընդհատ ինչ որ մի բան փորձում եմ նայել, խորհրդակցել, որ կարողանամ ճիշտ օգնություն տալ։ Եվ այս բaragայում դա է երևի թե պատճառը լինում։ Իսկ անմիզապահությունը որ պահին է դառնում ոչ նորմալ։ Տեսեք, երբեմն լինում է 1-2 անգամ, ոչինչ, հետո 3-4, թե ինքը արդեն Չէ, հենց որ խոսում ենք անմիզապահություն բառը, ասում եք դա արդեն խախտում է, որը որ արդեն նորմալ չի։ Այսինքն ոչ մեկ պետքա չունենա անմիզապահություն, այսինքն դա արդեն խնդիր է, որը որ պետքա լուծում ստանա։ Թե հիմա դրա պատճառը ինչն է, եղել է անատոմիական ինչ-որ մի փոփոխություն, տարիքի հետ, թե հետվիրահատական, թե նյարդային, թե միզապարկի աշխատանքի խանգարում, թե ողնաշարի տրավմա, այսինքն ես կարող եմ ասել մի մեծ շարք թվարկել, հա, թե ինֆեկցիան, որը բերել է դրան, դա մի մեծ շարք է, որը որ թե շագանակագեղձն է մեծացել, խանգարում է, չի կարողանում մեզ պահել, թե երեխաները, որը որ տարիքի հետ պետքա ճիշտ ժամանակին արձագանք են ծնողները իմանան մանկաբույժները, երբ պետքա այդ գիշերային անմիզապահությունը անցնի, երբ ցերեկային, այսինքն դա էլ այդ ամեն ինչը պետքա իմանալ երբ, բայց եթե կա անմիզապահություն, ուրեմն պետքա դա բուժվի։ Հիմա տեսեք, եթե մենք խոսում ենք երեխայից, հա, մինչև 3 տարեկան երեխան ցերեկ եթե ինքը անմիզապահություն ունի, դա նորմալ է, ինքը դա դեռ չի զարգացել, բայց 3-ից հետո ցերեկը պետք է անցնի։ Եթե մենք խոսում ենք գիշերային անմիզապահության մասին, ես մինչև այսօր լսում եմ ասում կհասունանա առաջի դաշտանը կտեսնի կանցնի, դե արդեն դա абսուրդի շարքից ենք խոսում, երբ որ դա այդպես չի, այսինքն գոյություն ունի տարիք, որից հետո 5-ից 7 տարեկանում 5-ը դա համարվում արդեն որ գիշերային անմիզապահությունը պետք է անցնի, այլ ոչ թե անընդհատ մանպերսով այդ երեխային պետք է գիշերը քննարկել։ Իսկ մեծերի մոտ չկա տենց բան, որ անմիզապահությունը դա եղավ անցավ։
Հա ինչ որ կարող է ինչ որ մի օր ստրեսային ինչ որ ասես մի բան է տեղի ունեցել հազվադեպ ինչ որ մի բան դա ուրիշ է բայց մենք ունենք եթե այսպես ասած կրկնվող որևէ նման դեպքեր ուրեմն դա խնդիր է պետք է անպայման գնալ եւ չխուսափել դա կլինի չգիտեմ մի քանի կաթիլ թե շիթով թե գիշերը թե ցերեկը կապ չունի դա պետք է գնալ եւ հասկանալ որտեվ դա հետո կդառնա արդեն ավելի լուրջ խնդիր Դեղորայքային բուժում թե վիրահատություն երբ է որոշվում այդ Այ երբ որ մենք ճիշտ ախտորոշումը կանցկացնենք, մեր Փոլիպս հայկական կլինիկան հենց դրանով էր կարևոր ինձ ասեցի, որ մեր մոտ գոյություն ունի բոլոր այն հատվածները, որոնք ասենք թե եթե խոսքը գրում է կանանց մասին, չէ՞։ Եթե մենք խոսում ենք կանանց մասին, ոչ որ դուք ֆիքսեցիք, մենք ունենք երկու տարբերակ, որ հասկանանք։ Մենք ունենք կանացի որևէ օրգանների իջեցում, փոփոխություն, հա, էշտոցի պատերի, արգանդի, ունենք, չունենք, ինչ աստիճանի է, որից հետո անցնում ենք օրոդինամիկ հետազոտությունների, կա ֆունկցիայի խանգարումներ, այո, ոչ, կա ինֆեկցիա, այո, ոչ, այսինքն այդ բոլոր հարցերը հերթականությամբ բարձելով մենք գալիս ենք, տեսնում ենք, այստեղ համենք է, բայց ո՞րն է գերակշռում, այսինքն պետք է ճիշտ որոշել, այլ ոչ թե միանգամից խորհուրդ տալ, որ գնանք ու թեյփ տնենք, այսինքն որ սետկային ասում, հա, որ դնեն վզիկը միզապարկի բդա դա էլ իր ունի հակառակ էֆեկտները դրաներ ցուցում հստակ պետք է լինի այսինքն եթե դու գնահատում ես ճիշտ թե երբ ինչ պետք է արվի դու կարող ես 80% դեպքերում դուք լիարժեք իրան դեղամիջոցներով ճիշտ իր կյանքի ռեժիմով դրա հետ միասին ֆիզիոթերապևտիկ միջոցներով լիարժեք այդ խնդիրը լուծել բայց եթե մեզ մոտ կա մի լուրջ անատոմիական փոփոխություն, երբ որ մեզ մոտ երրորդ աստիճանի իջեցումներ են եւ այլն եւ դա բերում է մեզ մոտ արդեն անմիզապահության, բնական է պետք է օգտվել գինեկոլոգ վիրաբույժի օգնությանը, որը որ կօգնի արդեն այդ խնդրի լիարժեք լուծմանը։ Կարա լինի զուգորդված, երկուսը իրար հետ կարա լինի։ Եթե մեզ մոտ լինում անմիզապահության շաքարային դիաբետի ժամանակ, դա առավել եւս է բարդացնում խնդիրը։ Իսկեն այս բոլորը մի մոտեցում չի պետք է կոմբինացված դա լուծել եւ բնական է ես մաքսիմալ ձգտում եմ որ կարողանանք դեղամիջոցներով եւ ֆիզիոթերապևտիկ մեր բոլոր գործիքներով դա անել օգտագործել եւ այդ հարցի լուծումը տալ։ Ճնշումներ չեն լինում հիվանդների կողմից, որ ոչ, վիրահատեք այդպես ավելի հեշտ է իր համար, քան թե դեղորայքային բուժումը։ Ճնշումը այսպես է, ինքը չհասկանալով կարա ասի, դե բա ես ինչքան կարամ դեղ խմեմ, բա քանի անգամ պետք է ես պրոցեդուրա ստանամ, դու բացատրում ես այնքանով, որ ինքը հասկանա, որ ստեղ վիրահատությունը քեզ չի օգնելու, հələ մի բան էլ կարա վնասի, որովհետեւ ամեն ինչ չի որ ռադիկալ է այդ հարցը լուծվում։ Ես այս վերջերս ասացի օրինակներ ունեմ հակառակը շագանակագեղձի հետ կապված, երբ որ մենք իրան նորմալ կոմպենսացված վիճակի մեջ պահում ենք ինքը նորմալ կարողանում է տղամարդը միզել, չունենալ մնացորդային մեծ, ոչ մի խնդիր չկա, բայց ինչա որ առաջացել է հնարավորություն ինչ որ անվճար վիրաբուժություն ստանալու, ներկապային մի քանի հիվանդ ինձ անգարեցին եւ ես օրինակը միջը ուրիշ տեղել եմ տվել, ասում եմ վիրահատվեցի բժիշկ ջան, ասում եմ ցուցումը ի՞նչ է որ դա, ասում եմ բան անվճար էր ծրի է։ Դե ես չեմ կարող բացատրեմ դա, իհարկե մի կողմից դա բժշկի այսպես մոտեցումն է, որին չեմ կարող ես այդ իրակարծիքն է, ես մյուս կողմից կարող եք իսկապես գնացել պնդելա, որ չէ պետք է ինձ անպայման վիրահատեք, հա։ Նույնն էլ կանանց անմիջապահության հետ կապված հարցն է։ Մենք միշտ խորհրդակցում եմ ես մեր գոլեգաների հետ, հա, տարբեր հիմնարկներից, ասենք հայ-ամերիկյանի հետ աշխատելով, միշտ խորհրդակցում ենք, որ ճիշտ լինի որոշումը։ Այս վերջերս մի տիկին եկել ինձ մոտ, որի ոնց ասում են ցուցումը միայն վիրահատական էր, այսինքն փոխվել էր այդ անատոմիան այնպիսի վիճակ էր, որ իմ կողմից օգուտը կլիներ 10%։ Բայց եթե ես հարցի լուծումը պետք է տամ, ուրեմն պետք է իսկապես արդեն դիմել այդ ռադիկալ նույն թեյփերին եւ այլ միջոցներին։ Հիմա մարդկա խուսափում է վիրացությունից, ասում է, չէ, մաքսիմալ փորձեք բուժել, ես պետք է միշտ ճիշտ գնահատես։ Ամենակարևոր հատվածն է հիվանդի սելեկցիան, ճիշտ ընտրությունը հիվանդի, այլ ոչ թե ավելորդ գործողություն եւ գումար աշխատելը։ Եվ հայ-կանադական կլինիկան, որ դուք ստեղծել եք, փաստորեն դուք չեք կարողացել ձեր գիտելիքները մեկ այլ կլինիկայում ներդնել, հիվանդների բուժել, ինչու ստեղծեցիք հենց ձեր սեփական կլինիկան, որն էր խնդիրը։ Գիտեք, ինչ պետք է անեիք դուք ձեզ մոտ, որը չէիք կարող այլ հիվանդանոցներում, այլ կլինիկաներում։ Ոչ թե հարցը դրված է, ես ուրիշ տեղ չէի կարող անել, ես երևի թե միշտ փորձել եմ ինքնուրույնության ձգտել։
դա ինչ որ sense ներսի այսպես drive, այսինքն դու ոնց որ դրանով ղեկավարում ես, որ դու ուզում ես ինքնուրույն լինել, հա, երբ որ դու արդեն կարողանում ես դա հասկանալ, երբ որ դու արդեն ունես հաջողված պրոյեկտներ նույն Կանադայից, նույն Դուբայ, Ղազախստան եւ այլ ուրիշ տեղ առողջապահության ռեֆերենտների մեջ մասնակցելով, տեսնելով ինչպես դա կարա ինքնուրույն աշխատի։ Եվ այդ ամեն ինչը բերեց նրան, որ առաջացավ այդ գաղափարը ստեղծել հենց հայ-կանադական կլինիկա, որտեղ ես շնորհակալ եմ հայրիկին, որը որ ես ինքս տեղ էր, ես Կանադայում փորձեցինք իրար հետ այսպես միանալ, հա, այնտեղ այսպես կազմակերպչական հարցերից, որը հետո երկար տարիներ ինքը ղեկավարում էր, մինչ այսօր էր որոշ չափով բնական է մասնակից է, բավականին տարիքով փորձառու մարդ, հա, իմ կնոջը, որը որ միշտ կողքս է, փորձում է արդեն մյուս դաշտը օգնել ինձ, բայց գաղափարը եկավ նրանից, որ ես ուզեցա մի քիչ տարբերվող բան ստեղծել, որտեվ եթե դու մեծ ներդրում չես պատկերացնում, այսինքն մենք չենք կարող համեմատվել մեծ աստղիկ կամ չգիտեմ մեծ արաբկիր բժշկական կենտրոնի հետ, դու ստեղծում ես մի հատ մի ունիկալ, այսպես փոքր նիշայում յուրահատուկ մի բան, որը որ սկսում է յուրահատուկ ձևով աշխատել, այսինքն մենք աշխատում ենք բոլոր միջազգային ապահովագրությունների հետ, մոտեցումներն ուրիշ, ունենք երկրորդ կարծիքներ Կանադայից, Գերմանիայից, այսինքն իհարկե այդ ամեն ինչը հիմա շատ զարգացել, լայնացել, արդեն այդ ամեն ինչը ընդօրինակվել է եւ շատ ուրախ եմ, որ բոլոր բուժ հիմնարկները ինչքան մաքսիմալ զարգանան, այնքան մեր Հայաստանի առողջապահությունը կլավանա, բայց իմ ցանկությունն էր ինքնուրույն դա ստեղծել եւ այսպես գիտելիքներս կիրառել ամբողջությամբ, այլ ոչ թե որևէ միտեղ, որտեղ ես պետք է ինչ-որ փորձեմ հարմարվողի դերում լինեմ։ Դա փառք Աստծո հաջողվեց եւ ես ուզում եմ մի բան նշեմ, որ մինչ այսօր մեր փլիցայ-կանադական կլինիկան պետվատվեր, սոցփաթեթ չի սպասարկե։ Դա յուրահատկություն է ինչի, որովհետեւ գիտեք բիզնեսը կառուցել միայն զուտ այցելուի եւ պրոյեկտների վրա դա շատ դժվար է։ Իսկ եթե դու օգտվում ես նման առավելությունից եւ չեմ ասի ներողություն ես տալի, բայց նաեւ օգտվում ես պետական գումարներից, դա որոշ չափով ավելի հեշտացնում է այդ աշխատանքը։ Մեր մոդելը մինչ այսօր մնում է դեռ նույնը եւ մենք պայքարում ենք այս շուկայում մնալ այսպիսի առանց օգտվելու դեռևս այդ բոլոր հնարավոր լծակներից։ Բայց մնացած բոլոր տարբերակների հետ մենք աշխատում ենք եւ ստեղծեցինք այն, ինչը մենք այսօր փորձում է զարգանալ եւ բնականաբար բժիշկներին եմ ես մեր շնորհակալ, որոնք թիմային ձևով աշխատում են միացած, մասնակցում են բոլոր տարբեր թե բարեգործական ծրագրերին, թե ճկուն ձևով մոտեկանում ենք, այսինքն մեզ մոտ չկան այնց բառ, որ մենք որևէ մեկին մերժում ենք, չկա։ Ազատամարտիկներ են ձեզ մոտ։ Ճիշտ է, եղել է նման ծրագիրներ մեզ մոտ եւ երբ որ մենք մի բավականին լուրջ, երևի շատ մեծ քանակությամբ ազատամարտիկների ջոկատներով փորձել ենք օգնել, ես ինքս անձամբ այսպես ասած դրա մեջ ընդգրկված եմ եղել եւ ցավոք նաեւ այսպես ասած եղել է որ մասնակցել ենք, գնացել ենք, օգնություն ենք ցուցաբերել Ղարաբաղում, Արցախում, այսինքն մեզ մոտ ոլորտները բոլորը եղել են, մեր մոտ միշտ կա մի կոմպոնենտ բարեգործության, որը որ մեր ուրիշ գործընկերների հետ կիրառում ենք։ Մենք թե 44-օրյա պատերազմից հետո նույնպես զոհված ընտանիքներին ենք օգնություն ցուցաբերել եւ իմ եղբորս հետ, որը նույնպես նահանգներում է բնակվում, իրար հետ միացել ենք եւ փորձել ենք մի մեծ ծավալ աշխատանք կատարել առանց որևէ ինչ-որ գովասանքի կամ ինչ-որ գովազդի, այլ Արարատի մարզում մոտ մի 500 ընտանիք մենք 2 տարի համարյա մեր կողմից սպասարկել ենք եւ կարծում եմ դա բավական արդյունավետ էր, որտեղ մենք հենց մի անգամից արձագանքեցինք եւ պրոյեկտ կառուցեցինք հետ այսպես պատերազմական իրավիճակից սովասների ընտանիքներին առողջապահության, հոգեբանական բուժում օգնություն, հա, մենք մոբայլ, այսպես ասած, տեղում էին գնում դա օգնությունը տալի։ Հա, ծրագրեր շատ են եղել եւ կան։ Մինչ այսօր մենք տարբեր ծրագրեր մեր տարբեր գործընկերների հետ մշակում ենք, փորձում ենք օգտակար լինել հասարակության, այլ ոչ թե զուտ ինչ որ զուտ բիզնեսի մեջ լինել, լավ առողջապահություն բերելով։ Չէ, ես միշտ ասում եմ մարդ մնալը ամենաառաջի հերթին կարևորությունն է։ Դրա համար մեր բոլոր բժիշկները գիտեն, որ
պաշտոն ունենալը կամ ասենք ղեկավար լինելը դա հեշտ բան չի, բայց ես հավասարաչափ իրանց նման բժիշկ եմ եւ բոլորս մարդ ենք, որոնք բոլորս պետք է ինչ-որ ձևով այս դժվար թեկուզ ամեն պիրուտ դժվար է։ Չկա, այսպես չեմ ասի դարաշրջան, որ մեզ մոտ հեշտ է եղել։ Միշտ դժվար է։ Եվ դժվարության հետ միասին դու պետք է այդ դժվարությունները տարբեր ձևով կարողանաս հաղթահարես, անցնես առաջ։ Հանդիպում եք ունեցել եվրոդիտորդների հետ։ Եվրոդիտորդների հետ մենք եւ հանդիպում ենք ունեցել եւ աշխատում ենք իրենց հետ, այս վերջերս լավ նորություն ունենք, քանի որ մենք մասնակցեցինք իրենց peer-to-peer, այսինքն իրար դասավանդական, այսպես ասած, հոգեբուժական, հոգեբանական ծրագրի իրանց համար մենք ենք այդ տենդերը շահե եւ մենք նաեւ ընդգրկված ենք եղել ոչ միայն եվրոդիտորդների հետ, մենք մասնակցել ենք, աշխատում ենք հատուկ occupational health, այսինքն աշխատանքային վտանգավոր, այսպես ասած, ազդեցուցիչ, այսպես աշխատանքի վայրում ստուգումների հետ կապված, մենք անպայման դա ունենք, ես քանի որ ինքս նույնպես ունեմ այդ գիտելիքը Կանադայում հանքարդյունաբերության հետ ենք շատ սերտորեն աշխատում, այդ մարդկանց ստուգումների հետ կապված, դա շատ կարևոր է պրոֆեսիոնալությունները, որոնք պետքա պետությունը նույնպես պարտադրում է, բայց պետքա ճիշտ ձևով հասկանալ ով ինչ աշխատանքի վայրում ինչ ազդեցության տակ կարա գտնվի։ Մենք տարբեր բոլոր սննդի ոլորտի հետ ենք աշխատում, այսինքն մեզ մոտ բազմակողմանի մոտեցում է եւ սպասարկում ենք բոլոր շերտերին եւ տալիս ենք բազմազան, այսպես ասած, պրոֆեսիոնալություններ եւ բուժական բնական աշխատանքներ։ Քանի որ նշեցիք եվրոդիտորդներին, քանի որ ես նաև այս վերջերս հանձնեցի իմ աշխատանքս պատվավոր հյուպատոսի Կանադայի Հայաստանում, բայց շարունակում եմ ուրիշ հասարակական աշխատանք, ես անընդհատ գտնվում եմ նաև մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատանքի մեջ, տարբեր դեսպանությունների հետ ենք աշխատում եւ մարդիկ այցելում են եւ կարևորը գոհ են մնում մեր սպասարկումից։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո արդեն անցնենք Կանադայի Եվրասիական առևտրատնտեսական պալատի որպես նախագահ ձեր գործունեությանը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Ավագյան, ինչու ստեղծեցի Կանադայի Եվրասիական առևտրատնտեսական պալատը, որն էր նպատակը, եւ ինչ հաշվարկներ եք արել, որ այն կարող է, եթե Հայաստանի եւ տարածաշրջանի տնտեսության զարգացման վրա ունենա իր դրական նշանակությունը։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, ես ոչ թե ես միայն ստեղծեցի, այլ սկսենք նրանից, որ քանի որ ես ընդգրկված էի եւ ընդգրկված եմ դիվանագիտական աշխատանքի մեջ, հա, եւ ասացի, ես հիշում եք, ասացի, որ միշտ նպաստում ենք, որ դրսի ժողովուրդը իրան լավ զգա եւ կարողանանք հասկանալ ինչպես կարա լինի, հետո առաջարկ ստացա, որ իմ համար որոշապով այսպես անսպասելի էր պատվավորելու պատոսի աշխատանքը վերցնել, իսկ դա այս հարցի ինչի ստեղծեցինք, այս հարցը քննարկվում էր ոչ միայն ինձ մոտ էր դա, այլ դա քննարկվում էր Կանադայի կառավարության մակարդակով եւ նախկին դեսպանը Տիկին Էլիսոնը դրա մասին հարցը բարձրացրեց եւ նաեւ ներկա դեսպանի հետ բնական այդ արդեն ամեն ինչ իրականություն դառավ պարոն Էնդրյու Թերների հետ, մենք Կանադայի հետ ամենաբարեկամական հարաբերությունները ունենք, ես դա միշտ նշում եմ, դա ամենայն մոտիկ լավ ոչ մի խնդիր չունեցող մեծ երկիրն է, որտեղ մենք չունենք ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ մի հարց չունենք, ընդհանուր Կանադան այն երկրներից է, որը ընդունել է մեր ցեղասպանությունը եւ դա պաշտում է, այսինքն մեր ուրեմն դայասպորան, այսինքն գտնվելով այնտեղ մեծ աշխատանք է կատարում, որը որ նպաստեց, որ վերաբացվեց հյուպատոսարանը, ստեղ մենք Հայաստանում ունենք արդեն այս ռեգիոնում դեսպանություն, դա շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար եւ առաջանում է հարց, իսկ հաջորդը ինչն է լինելու։ Հաջորդը նա է, որ մենք պետքա մաքսիմալ ուշադրություն դարձնեինք մեր առևտրատնտեսական, կուլտուրական եւ մնացած բոլոր ուրեմն ուղղությունների զարգացմանը։ Այդ դա է հիմնական նպատակը։ Եվ քանի որ դա հավանություն ստացվեց Կանադայի կառավարության կողմից, ապա Կանադայում նաեւ գոյություն ունի Կանադա-Եվրազիական բիզնես ալյանս, այդպիսի կազմակերպություն, որտեղ ես տնտեղի տնօրենների խորհրդի անդամ եմ, ընդդեղի ղեկավարների հետ Կանադայի կառավարության աջակցությամբ մենք հիմնադրեցինք, ես նույնպես որպես հիմնադիր եւ նախագահ մենք հիմնադրեցինք Կանադա-Եվրազիական առևտրի տնտեսական պալատը Հայաստանում։ Ես կարևորում եմ այդ քայլը, մենք ընդհանրապես հունիսին կդառնանք 1 տարեկան, բայց այդ կարևորությունը ինչու՞մն է, թեկուզ այս վերջերս դուք իմացաք, որ Կանադայի ուրեմն պրեմիեր մինիստրն էր այստեղ եւ արտաքին գործերի նախարարն էր այստեղ Տիկին Անդը եւ երկուսն էլ
մեծ կարևորություն են տալիս հենց մեր տնտեսական առևտրային հարաբերությունների վրա։ Հա, իհարկե մենք հասկանում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, փոքր շուկա է, բայց մենք կարող ենք դառնալ այն մի փոքր, բայց կարևոր է սա այսպես մի կետ, մի կամուրջ, մի հարթակ, որի միջոցով կարելի է շատ լուրջ աշխատանքներ կատարել։ Այսօր բացահայտված չեն, թե Կանադան շատերը Հայաստանի մասին չգիտեն, թե ինչ հնարավորություններ կա եւ հակառակը ստեղի գործարարները ինչից կարող են օգտվել Կանադայից։ Եվ պետք է տարբերակել Կանադան դա նահանգներ չի, իսկ հիմիկվա այսօրվա օրով ներկա իրավիճակը, որ ստեղծվել է նաեւ տնտեսական հարաբերությունների նահանգների եւ Կանադայի միջով նույնպես պետք է օգտագործել ի օգուտ Հայաստանի։ Այսինքն ես տեսնում եմ այն մեծ պերսպեկտիվան, հա, որը որ կարա ստեղծվի եւ Կանադայի համար եւ Հայաստանի համար առավելև։ Եթե մենք որևէ ձևով կարողանանք Կանադան ունենալ շահը, ապա Հայաստանը կարծում եմ մի քանի անգամ ավելի շատ կշահի։ Այս ընթացքում մենք արդեն ունենք մոտ 40-ից ավել անդամներ, մոտ 10 գործընկերներ, շուտով էլի պատրաստվում են նոր անդամներ եւ գործընկերներ միանալ մեզ, մեծամասնությամբ ստեղից են, մյուս մասը դրսից է, մեր մասին արդեն, այսպես ասած, տեղյակ են բավականին չափով մեր հայրենակիցները Կանադայում եւ վերջերս էլ նույնպես տպագրվեց այնտեղ մեր մասին հոդված հորիզոնում եւ ձեզ նշեմ, որ արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի նույնպես դրա հավանությունը տրվել է եւ համարում է դա միակ այսպես հիմնական կարևոր կազմակերպությունը, որի միջոցով պետքա լինեն այդ բոլոր հարաբերությունների զարգացումը։ Չմոռանանք, որ նաեւ Կանադայի դեսպանության ներսում գոյություն ունի առևտրի գծորդ, որը նույնպես նպաստում է այդ կապերի զարգացմանը։ Ինքը դեսպանը նույնպես ակտիվորեն ընդգրկված է։ Դա զուտ առևտրային հարաբերություններ է լինելու, թե կարող են լինել մշակութային ծրագրեր, կրթական ծրագրեր։ Տեսեք, մշակութային որոշ ծրագրեր նույնպես կան, դա չի սահմանափակում մեզ մոտ կրթական, մեզ մոտ ուղղություններ գոյություն ունեն։ Մեզ մոտ քանի որ Հայաստանը շատ կարևոր է եւ հետաքրքրված է Կանադան հանքարդյունաբերության ոլորտում, մետալուրգիայի, ապա մենք համար 1 տալիս ենք դրան կարևորություն։ Եվ այս ընթացքում հաշվի առնելով, որ Հայաստանում հանքարդյունաբերության այդ զարգացման հետ կապված բնապահպաններն են բողոքի ակցիաներ իրականացնում։ Այդ տեսեք, այդ բոլոր ակցիաներն է, թե խնդիրներն է, թե այդ միջազգային սերտիֆիկացիան է, պրոտոկոլներն է։ Հանքարդյունաբերության զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ են եղել։ Խնդիրները միշտ կան ամենտեղ։ Պարզապես պետք է փորձել։ Հորդորում եք, որ հանքարդյունաբերությունը պետք է զարգանա Հայաստանում եւ ինչ ձևով, որպեսզի դա չվնասի բնակչությանը, հողը, ջուրը։ Տեսեք, ոչ թե որպես բժիշկ, այլ որպես մարդ, որը որ հասկանում է, որ տնտեսությունը եթե չզարգանա, ապա բժշկությունը չի զարգանա, հա։ Ցանկացած ոլորտ մեր մոտ զարգացումը կապվում է տնտեսության հետ։ Իսկ հանքարդյունաբերությունը դա բավականին լուրջ հիմնային, այսպես ասած, ուղղություններից է, որով տարբերվում է Հայաստանը եւ ոչ մի դեպքում չի կարելի ասել, չէ, չպետք է զարգանա, նման բան չկա։ Պարզապես, եթե մենք վերցնում ենք Կանադան որպես համար 1 երկիրն է աշխարհում, որը որ ուղեցույցներ է տալիս, թե ինչպես պետք է աշխատի հանքարդյունաբերությունը, ինչպես պետք է բնապահպանությունը պահպանվի, ինչպես պետք է առողջությունը մարդու աշխատանքի անվտանգությունը, այսինքն մենք ես հենց այդ դրա վրա այդ ուշադրությունը տրված եւ հենց հիմա ներկայապային աշխատելով ստեղի հանքարդյունաբերության ասոցիացիայի հետ, նախագահի հետ, մենք արդեն քանի հատ անցկացրեցինք հանդիպումներ, վերջերս էլ բերեցինք ստեղ միսիա էր մեզ մոտից, որը հենց կրթական ոլորտի հետ է կապված, այսինքն կրթությունը եւ ցանկացած որևէ ոլորտ իրանք զուգահեռ քայլող ուրեմն ուղղություններ են։ Եթե մենք չկրթենք եւ չբերենք ընդեղի նորությունները եւ այնտեղի սերտիֆիկացիաները, այսինքն դա կբերի նա, որ հանքարդյունաբերությունը կաշխատի ոչ միայն էֆեկտիվ, թե ինչպես հանքա մշակել, այլ նաև ինչպես աշխատանքի անվտանգությունը ապահովել եւ միջավայրը եւ մնացած բոլոր դրա հետ կապված հետևանքները։ Իսկ դա
դրանից չօգտվել այսօր Կանադայից, դա, չգիտեմ, դա ոնց որ հատուկ աչքերդ փակես լավագույնի վրա գնաց ինչ որ մի ուրիշ որևէ փորձես ուրիշ տեղից փորձ։ Եվ հիմա ներկապային մենք փորձեցինք օգնել, քանի որ մենք նաև տարեցինք, եթե մեր գործընկերներն են, մեր անդամներն են եւ մենք գիտենք, մենք նաև տարեցինք վիզայի աջակցություն, որը որ կարևոր է, ստանալ հնարավորություն մեկնել, այցելել այնտեղ։ Արդեն մենք 2 անգամ այսպես կազմակերպել ենք եւ աջակցել ենք ստեղի հանքարդյունաբերության ներկայացուցիչներին, հա, մեր անդամներից են Պղնձե մոլիբդենի կոմբինատը, հա, Արմենալը, հա, եւ իրանց ղեկավարությանը մեր կողմից կազմակերպված աջակցված ձևով ստացել են այդ հնարավորությունը եւ մասնակցել են մեծ ֆորումների Կանադայում։ Դա ես համարում եմ մեծ առաջընթաց, որը որ շարունակություն ունի, շարունակականություն ինչու՞մն է, երբ որ իրանք մեկնում են, իրանք տեսնում են, ծանոթանում են, հասկանում են ինչն է պետք ստեղ փոխել, որ դա բերի ավելի արդիականացման, լավացման։ Արդեն սա փաստ մեկ, որը որ պետքա օգտվել է եւ պալատը ստեղծում է այդ հնարավորությունը եւ կապերի։ Դա տրվում է նաեւ հնարավորություն ուրիշ ոլորտերի, կապ չունի ինչ ոլորտի հետ կապված։ Ես նշեցի դա ամենահիմնականներից։ Կրթականը մենք եթե այսօր եկել ենք ստեղ բերել եկել են այցելել մեզ, մենակ եկել են նաև ուրիշ նպատակով, նաև սովորական կրթական, ինչ որ ընդեղի համալսարանների հետ կապեր ստեղծելու, քոլեջների հետ։ Մենք տրամադրել ենք ծրագրեր պետական բժշկական համալսարանի ամառային ծրագրերի հետ, հենց հիմա ագրարային համալսարանը, որը էլի նույնպես դեսպանության եւ առևտրի տնտեսական մեր պալատի միջոցով կազմակերպվել է իրանց գիտական աշխատանքների փոխանակում գինեգործության հետ կապված եւ մնացած տեխնոլոգիաների հետ, նանոտեխնոլոգիաների հետ կապված, դա արդեն տեղի ունեցել, դա փաստ է, որ այդ պալատը եւ դեսպանությունը իրար հետ կայացել են այդ ամեն ինչը բերել։ Նույնպես Ալեքսանդր քոլեջն է, որ եկել է հիմա հանդիպեց high school դպրոցների հետ, տեսնենք ինչպես կարող են երեխաները on-line դասեր կազմակերպել։ Թատերական համալսարանին ենք տվել ծրագիր, ուրիշ Կոնկորդիա համալսարանի հետ ենք ծրագիր իրանց հնարավորություն ստեղծել։ Սա բոլորը այն հիմնային ուղղություններն է, որոնք աշխատում են։ Ներկապային մեր կողմից, մեր անդամներից գտնվում են վեբ ֆորումի Վանկուվերում։ Դա IT ոլորտն է, որը որ նույնպես զարգանում է եւ մենք IT ոլորտի ասոցիացիաների հետ աշխատում ենք եւ հույսում ենք ավելին ու ավելին զարգացնել։ Այսօր Կանադան էլ է հետաքրված, թե ով կուզենա եւ կկարողանա ինվեստիցիա անել եւ մասնակցել Կանադայի ծրագրերում։ Իսկն սա երկկողմանի այսպեսի process է, որը որ դա նպաստում է թե ինչ որ մի մասնավոր բիզնեսների զարգացան, թե ուղղությունների ոլորտային, բայց այդ ամենը ինչ զարգանում է, դա ի նպաստ Հայաստանի տնտեսությանը գնում եւ դա ես կարեւորում եմ, որտեւ կուլտուրան, հա իհարկե կուլտուրան իր հերթին, բայց կուլտուրան առանց երևի մեր աջակցությանը բավականին ակտիվ են մեր թե նկարիչները, թե պոեզիան եւ այլն բոլորը, այսինքն այդ հատվածը ավելի հեշտությամբ։ Մենք իհարկե պատրաստ ենք իրանց էլ աջակցելու եւ նույն այս վերջերս Նազիկ Ավդալյանն էր մեզ մոտ եւ խնդրում էր թե ինչպես մենք կարող ենք աջակցել իր սպորտային ծրագրերի զարգացման։ Դա էլ է նույնպես ոլորտ եւ կարող ենք առաջարկել որևէ ինչ-որ օգնություն։ Մենք առաջ անգամ պատմության մեջ մեր միջոցով սա սուպերմարկետները գրուպը ներմուծեց 50 տեսականից ավելի ապրանքատեսակ։ Մայիս ամսին է։ Այո, մայիս ամսին։ Կանադայի օրեր Այո, չակեցիք։ շատ ճիշտ է, կանադային օրեր էին այնտեղ եւ դա համընկավ հենց Կանադայի պրեմիեր մինիստրի մեկնելուց հետո հենց այդ Կանադայի օրերն են եւ այդ ապրանքները այսօր կան եւ բավականին որակյալ լավ ընտրություն են կատարել։ Մենք դեսպանի հետ այցելեցինք, մեծ այսպես իվենթ էր այնտեղ, անցկացրեցինք այնտեղ, տեսանք դա էլ է նույնպես աջակցություն կարող մեծ չի, բայց դա նույնպես կարևոր քայլ է եւ դա շրջանառության, առևտրի շրջանառության մեծացում է եւ մեր արդեն Հայաստանում անունը, որ Կանադայից այդքան ապրանք ժամանեց ստեղ։ Եվ հակառակը փորձում են ստեղից են նույնպես որոշ ապրանքներ փորձում են հանել, այսինքն տանել դեպի էքսպորտ տանել Կանադա, բայց տեսեք, շուկայական հարաբերությունները միշտ խաղում են իրենց դերը եւ այսօր մեր մոտ ստեղ կան գործընկերներ, որոնք տրիկոտաժ են օրինակի համար արտադրում եւ ամբողջովին դա արտահանվում է դեպի Կանադայի Walmart ընկերություններին։ Հիմա մենք ուզում ենք այնպիսի միջավայր ստեղծենք, որ իրանք ավելին կարողանան ինվեստիցիա անեն Հայաստանում։
բայց եկեք հակառակը տեսնենք, ինչի դա չի տեղի ունենում եւ ինչի այդպեսի քիչ առևտրային շրջանառություն։ Այսինքն այն ապրանքը, որը որտեղ արտադրվում է, չենք խոսում դեռ որակի մասին, խոսում ենք զուտ գնային առաջարկման մասին, այնպես ինչպես ինքը դա գնարարչակը առաջանում է եւ հետո այն թաքսերով, որ պետք է հասնի Կանադայի շուկա, ինքը դառնում է շուկայում ոչ մրցունակ։ Հիմա մենք հանդիպել ենք Enterprise Armenia այդպիսի ընկերություն կա, առաջարկել են, որ կարողանա Հայաստանի կառավարությունը դիմի Կանադայի կառավարությանը, որ մենք այնտեղ աջակցենք, որ մեզ համար ավելի լոյալ, ավելի մատչելի տարիֆներ լինի, որ մեր ստեղի ապրանքը կարողանա հասնի Կանադայի շուկա։ Այդ պարագայում մենք կունենանք ավելացում։ Եթե մենք ավելացում ունենանք շրջանառության, ապա դա բնականա կազդի մեր ընդհանուր տնտեսության զարգացման։ Տեսեք, ինչքան կարևոր դա կառույց է։ Մենք ինչքան քիչ ունենք կանադական ընկերություններ ստեղ։ Կան մեր գործընկերներն են ստեղ եւ իրանց պետքա փորձենք նպաստենք։ Ինչքան հնարավոր է ես փորձում եմ մաքսիմալ տարբեր ոլորտների հետ աշխատել, որ կարողանանք դա բերել Հայաստան եւ Հայաստանի ճանաչությունը բարձրացնել։ Սա է, այսպես ասած, դե բնական է туриզմը կլինի ինչ-որ ձևով, դե մեկ տարվա մեջ ահագին բան արված եւ ընթացիկ էլ մենք հիմա աշխատում ենք, ես հիմա ձեզ մասնավոր այսպես աջակցությունները ձեզ չպատմեցի, թե ինչքան արդեն հաջողված գործեր կան հատական անհատների հետ կապված, իրանց իրավաբանական հարցերի հետ, որ եւ Կանադայի հետ կապված եւ ստեղի հետ եւ իրանց միգրացիոն ծրագրերի հետ կապված այսպես եւ մենք տալիս ենք այդ բոլոր ամբողջ այդ հիմնովին հնարավորությունը թե գործընկերների, թե շուկայի, թե վիզա սփորթի, այսինքն աջակցության, թե մնացած բոլոր հատվածների։ Մենք ունենք այդ բոլոր հնարավորությունները։ Պարզապես պետք է կարողանալ դրանից օգտվել։ Եվ պարոն Ավագյան, վերջին հարցս մեր հաղորդումը մոտենում է ավարտին։ Մասնակցելու եք ընտրություններին։ Իհարկե։ Եվ ինչպես եք տրամադրված։ Դրական։ Կհանդիպենք արդեն գուցե ընտրություններից հետո, կհանդիպենք ձեր որոշակի ծրագրեր իրականացնելուց հետո, կարծում եմ մեր տաղավարում կլինեն նորից հետաքրքիր զրույցներ։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա մեր հաղորդման համար, ձեր կարևորագույն ժամանակը, որ տրամադրեցիք մեզ, որտեղ գիտեմ, որ ձեզ սպասում են նաև բուժառուները։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ եւ հայ-կանադական կլինիկայի հասցեն գուցե մեր տաղավարից հնչեցնենք։ Շատ շնորհակալություն ձեր հրավերքի այսպիսի հետաքրքիր զրույցի համար։ Մեփլից հայ-կանադական բժշկական կլինիկան արդեն 14 տարի է գտնվում է Նոր Կմարաշում, Արմենակյան 129 հասցեով։ Եվ եթե ցանկություն կա, կարող եք զանգարել 010 65 07 17 համարով, դա մեր ընթանալն է, եւ դիմել, արդեն մենք կարող ենք փորձել ամեն ինչով ձեզ աջակցել, բուժել, օգնել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։